Եվ Հիսուս իր աշակերտներին ասաց. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ, և նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը։ Տերը կանչեց նրան և ասաց. «Այս ինչ եմ լսում քո մասին, տուր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»։ Տնտեսը իր մտքում ասաց. «Ինչ պետք է անեմ, քանի որ իմ Տերը տնտեսությունս ինձնից վերցնում է։ Հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։ Գիտեմ, թե ինչ պետք է անեմ, որպեսզի երբ տնտեսությունիցս հեռացվեմ, ընդունեն ինձ իրենց տները»։ Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով, առաջինին ասում է. «Իմ տիրոջը ինչքան պարտք ունես»։ Եվ սա ասում է. «100 տակառիկ ձեթ»։ Եվ տնտեսը նրան ասում է. «Առ քո մուրհակը և նստիր ու անմիջապես գրիր 50»։ Ապա դարձյալ մյուսին ասում է. «Դու ինչքան պարտք ունես»։ Եվ սա ասաց. 500 պարկ ցորեն։ Տնտեսը նրան ասաց. «Առ քո մուրհակը և նստիր ու գրիր 400»։ Եվ Տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ։